Ցայք հեռուստաընկերության եթերում Medinfo-ի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Բերլին պոլիկլինիկայի ֆիզիոթերապիայի կաբինետի բժիշկ Ազատուհի Պետրոսյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ եւ ինձ լավ եմ զգում, որ դուք ընտրել եք ինձ, որ ձեր տաղավարում ես հյուրընկալվեմ եւ ներկայացնեմ այն, ինչ որ անհրաժեշտ է բուժառուների համար ախտորոշման, բուժման, հետագա հսկողության համար։ Երևի հենց այդտեղից էլ սկսենք, ուզում եմ հասկանալ ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում ֆիզիոթերապիան։ Ֆիզիո, այսինքն օգտագործում է բնական միջոցները բուժական նպատակով։ Բնական միջոցը լույսը։ Լույսից մենք վերցնում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք ունենում են բուժիչ ազդեցություն օրգանիզմի վրա, ելնելով հիվանդության ախտորոշումից եւ անհրաժեշտությունից։ Նաեւ մենք օգտագործում ենք էլեկտրաէներգիան։ Էլեկտրաէներգիան լինում է հաստատուն եւ փոփոխական հոսանք։ Ելնելով անհրաժեշտությունից բուժական նպատակով մենք օգտագործում ենք կամ փոփոխական հոսանքը, կամ հաստատուն հոսանքը։ Հաստատուն հոսանքը ապարատի մեջ փոփոխական հոսանքը դարձնում է հաստատուն եւ թողնում է իրեն բուժական ազդեցությունը, մենք ընթացքում կվերլուծենք, կմանրամասնենք։ Հիմնականում որ հիվանդությունների դեպքում է, երբ բուժառուն ուղղորդվում է դեպի ֆիզիոթերապիայի կաբինետ։ Ուրեմն քանգարներով երբ որ դիմում է կամ մանկաբուժին, կամ նեղմասնակետներին, կամ ընտանեկան բժշկին, ելնելով հիվանդի կանգատներից նախնական ախտորոշում եւ ուղղորդում ախտորոշումը ճշտելու կամ շղթելու համար։ Ենթադրենք կանգատվում է հոդերի ցավերից, ողնաշարի ցավից, կոնկազդրային հոդի ցավից, մոտավորապես ենթադրվում է ինչ կարող է լինի եւ ճիշտ ախտորոշման համար ուղղորդում է ռենտգեն կաբինետ, որ տեսնենք ողնաշարի որ հատվածն է ցավը եւ այդ հատվածում կատարվում է ռենտգեն հետազոտություն եւ ի պատիվ մեր ռենտգենոլոգի մենք ունենում ենք շատ ճիշտ պատասխաններ, որ օգնում է մեզ ճիշտ մոտեցում ունենալ հիվանդին բուժելու համար, որտեղ այդ կաբինետը ֆիզիոթերապիայի համարվում է բուժական կաբինետ, օգտագործելով էլեկտրաէներգիան եւ լույսի էներգիան։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն ավելի հաճախ բուժառուները գալիս են հենց ռենտգեն կաբինետից։ Ոչ, բուժառուները դիմում են իրենց տեղամասի բժշկին։ Բայց վերջնականը ռենտգենն է։ Տեղամասի բժիշկը ուղղորդում է արդեն այն նեղմասնակետին կամ այն լրացուցիչ հետազոտությանը, որի կարիքը որ լինում է։ Օրինակ ուղղորդում են երբեմն քիթ կոգորտ ականջաբան բժշկին, ելնելով հիվանդի կանգատներից։ Բժիշկն էլ կատարում է զննումը եւ կոգորտը, բերանի խոռոչը, ականջները, քիթը եւ ելնելով դրանից, եթե հարմար է գտնում, ինքը կատարում է ռենտգեն հետազոտություն ուղղորդում է։ Իսկ եթե գտնում է, որ դրա կարիքը չկա, արդեն ուղղորդում է ֆիզիոթերապիայի կաբինետ ախտորոշմամբ։ Մեր կաբինետ գալիս է ախտորոշված արդեն հիվանդը, ելնելով ախտորոշումից ցուցաբերվում է համապատասխան բուժական միջամտություն։ Որ դեպքում է հիմնականում իրականացվում լուսաբուժության պրոցեդուրը։ Լուսաբուժությունը օրինակ հաճախ լինում է մեր մոտ շատ հաճախ կան քրոնիկ տոնզիլիտով հիվանդներ, քրոնիկ ռինիտ, այսինքն քտիլորզաթաղանթի հետ կապված բորբոքային պրոցեսներ եւ կոգորտի քմային նշիկների հետ կապված, նաեւ այնտեղ մենք ունենք լեզվակ վարագույրի հետ կապված ըմպանի բորբոքային պրոցեսներ կատարալ դեռևս ոչ թարախային։ Արդեն քիթ-կոգորտ մասնագետը ելնելով իրեն զննումից, հիվանդի վիճակից ուղղորդում է ֆիզիոթերապիայի կաբինետ եւ ի պատիվ ասեմ մեր քիթ-կոգորտ ականջաբան բժիշկներին իրոք ուղղորդումը շատ ճիշտ է լինում եւ ստանում է համապատասխան բուժական պրոցեդուրա եւ բուժական պրոցեդուրան
ֆիզիոթերապիայի կաբինետում 1 օր, 2 օր, 3 օր չէ, մի քանի օր է ելնելով ախտորոշումից եւ բուժական պրոցեդուրայի ազդեցությունից։ Իսկ էլեկտրաբուժությունը հիմնականում որ դեպքերում է կիրառվում։ Էլեկտրաբուժությունը ուրեմն այսպես է։ Կա փոփոխական հոսանքը, գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքն է օգտագործվում։ Դա օգտագործում ենք, երբ կա հոդերի բորբոքումներ, մանր հոդերի բորբոքումներ, երբ կա խնորհնիկ տոնզիլիտներ կան, երբ որ երեխան փոքր է, չի կարող բերանը բացի, որ լուսային ճառագայթը գնա, այս դեպքում մենք օգտագործում ենք արդեն գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքը, ուղղակի երեխան նստում է, էլեկտրոդները տրվում է, ոչ ցավ կա, ոչ մի բան, ինքը հանգիստ նստում է։ Լավ է։ Որքան հասկացա, ընդունում եք եւ մեծահասակներին եւ մինչեւ 18 տարին լրացած բուժառուներին։ Բուժառուներին մինչեւ 18 տարեկան լրացածը դա արդեն անվճար է գնում, իհարկե նաեւ անվճար են գալիս, եթե ունեն առողջական խումբ եւ ունեն զինծառայողներ կան, նաեւ նպաստառուները, դրանք անպայման գալիս են անվճար բուժում ստանալու համար։ Որ բուժառուների հետ է ավելի հեշտ լեզու գտնել մեծահասակների թե փոքրերի։ Գիտեք, մեծահասակը հասկանում է, որ դա ինչ է նշանակում, իրեն ինչպես պետք է պահի։ Երեխաներն էլ, երբ որ տեսնում է դու ցույց ես տալիս, ցույց ենք տալիս, ասենք էլեկտրոդը, դնում եմ ձեռքից, ասում եմ՝ «Բեր ձեռքդ, տես, լավ է, չէ, չի ցավ, չէ»։ Ինքը արդեն հասկանում է, որ անցավ է եւ կատարում է մեր հրահանգները։ Հնարավոր է լեզու գտնել։ Հիմնականում ձեր խոսքի մեջ նշեցիք, որ հոդային խնդիրներն են, ավելի շատ գերակայում։ Այո, որովհետեւ մենք ծով չունենք, յոդ չունենք, մեր վահանաձև գեղձը ունի խնդիր եւ առաջանում են հոդային մակերեսների անհարտություն։ Ոչ թե հոդաբոշպ է դա, հոդաբոշպի դեպքում մենք գործ չունենք, որտեղ դա բորբոքային process է, դա գնում է արդեն այլ մասնագետների մոտ։ Իսկ եթե կա հոդային մակերեսները իհարկե նկարելուց հետո ռենտգեն զննումից հետո մենք տեսնում ենք, որ այնտեղ կա հոդային մակերեսների անհարտություն, ոչ թե դա բորբոքային process է, այլ հոդային մակերեսները, քանի որ պատված են աճառային հյուսվածքով, առաջանում է անհարտություն։ Այդ անհարտությունը քսվում է հոդային մակերեսները շարժման ժամանակ իրար եւ ցավ է առաջանում։ Մեր նպատակն է հարտեցնել, հանել ցավը։ Սա թերևս մեծահասակների մոտ է նկատելի, օրինակ այդ դժվարաքայլությունը։ Այո, մեծահասակների մոտ է ավելի հաճախ լինում։ Կոնքաստրային հոդի հետ կապված, այստեղ է որ հենց վահանաձև գեղձը խնդիր ունի եւ պակասում է յոդը։ Դրա համար էլ գալիս է այդ պրոցեդուրան եւ կոնքաստրային հոդի գլխիկի սնուցումը խանգարվում է։ Դրա համար է առաջանում է այդ պատկերը։ Եվ նաև մենք ունենում ենք խնդիրներ գիտկոգորտ ականջապանի բժշկի զննումից հետո ուղղորդվում են արդեն ելնելով, թե ինչպիսի պրոցեդուրա պետք է կատարվի հիվանդի բուժառուի երեխայի տարիքից իրեն մոտեցման ձևից։ Եվ շատ էֆեկտիվ է կվարցը, որը ունի եւ ներծծող հատկություն այդ process-ը եւ ունի ցավ հանգստացնող եւ ներծծող հատկություն։ Նաեւ ունի այդ խնդիրը գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքը, որ դրվում է դրսից եւ դա տալիս է իրեն արդյունքը։ Մենք ունենք նաեւ օգտագործվում է բուժական նպատակով նաեւ հաստատուն հոսանքը։ Սարքավորումները, ապարատուրաները վերցվում է փոփոխական հոսանքը, իրեն ներսում դարձնում է հաստատուն հոսանք եւ այդ հաստատուն հոսանքը մենք օգտագործում ենք դեղորայքները ներմուծելու համար, հեղուկ վիճակում դեղորայքները, ելնելով նրանից թե էլեկտրական հոսանքի ազդեցության տակ, որ քայքայվում է դեղորայքը, ինչպիսի իոններ, իոններ են կոչվում դրանք, դրական թե բացասական։ Եթե մեզ պետք է որ այդ դրականը պետք է լինի, ուրեմն մենք պետք է միացնենք դրական բևեռին, որ ինքը վանի ու նստեցնի
բուժառուի մարմնին։ Հաջորդ հարցս հենց դրան էր միտված, ուզում էի հարցնել ֆիզիոթերապիայի մեջ դեղորայքային բուժումներ արվում են։ Այո։ Եվ կա նաև ֆոնոֆորեզ է կոչվում, նա իոնոֆորեզ է, որտեղ իոններն էր օգտագործում։ Իսկ այս դեպքում ֆոնոֆորեզն է քսուկների դեպքում ինքը այսպես պուլսերով տալիս է եւ դեղորայքը ներծծվում մաշտու բուժառուի մարմնի մեջ եւ թողնում է իրեն ազդեցությունը։ Օրինակ կա ողնաշարի խնդիրներ ունեն, եթե կա ողնաշարի ճողվածքներ, մենք իոնոֆորեզել ենք անում, ֆոնոֆորեզել ենք անում, ելնելով ճողվածքի չափից, հիվանդի զգացողությունից եւ տարածությունից չափից։ Երբեմն լինում է, որ ամբողջ կրծքային հատվածը պետք է աշխատենք երկու կողմից։ Ուրեմն այդպես ենք աշխատում։ Երբեմն պետք է, որ պարանոցային հատվածն է, այսպես ենք ասում, վարատնիկովая զոնա դնում ենք արդեն դեղորայքը օձիքային շրջանում, իհարկե այստեղ արդեն ելնելով թե ինչ բևեռ պետք է միացնենք, երկու էլեկտրոդ, մեկը դրական, մեկը բացական, եւ արդեն ընդունված ձև կա թե երկրորդ էլեկտրոդը որտեղ պետք է միացնենք, դա հաստատագրված է թե որտեղ պետք է միացնենք, որ ճիշտ լինի։ Եվ տարբեր ժամանակահատվածներ են։ Օրինակ ֆոնոֆորեզի ժամանակ, երբ որ մենք ունենք նաև կրունկ ոսկրերի շպորներ են շատ կան։ Դա շատ հաճախ հանդիպող է վերջին շրջանում հատկապես։ Հաճախ է հանդիպում եւ մենք այդտեղ ֆոնոֆորեզը ինքը այսպես հայվազներով տալիս է դեղորայքը հագապորբոկիչ եւ մաշեցնում է եւ շատ էֆեկտիվ է։ Դա իհարկե միանվագ չէ, դա մի քանի 10 պրոցեդուրա երբեմն եւ ավել պետք է ստանա ամեն օր։ Ինքը ընդհանուր առմամբ երկարատև գործընթաց է, հա, ֆիզիոթերապիան, թե նայած հիվանդության դեպքում նայած բուժման ընթացք։ Այո, ուրեմն ասեմ, եթե ֆոնոֆորեզ է, այսինքն եթե կա շպոր, մենք պետք է շպորի վրա ազդենք, 15 րոպեից ավել չի թույլատրվում աշխատել։ Եթե մենք աշխատում ենք, ասենք, իոնոֆորեզ, այսինքն հեղուկ դեղորայքը պետք է տարալուծվի, առաջանա դրական բացական իոններ, չէ՞։ Ուրեմն սկզբից մենք տալիս ենք 15-20 րոպե, հետո թույլատրվում է երկարացնել մինչև կես ժամ։ Թույլատրվում է, որ պրոցեսը ընթանա եւ լինի, դա ունենում է եւ հակաբորբոկիչ ազդեցություն եւ դեղորայքը ներետրվում օրգանիզմի մեջ։ Նույն ձևի գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքը մենք սկզբից տալիս ենք ելնելով բուժառուի տարիքից 15 րոպե, 20 րոպե, կես ժամ աստիճանաբար ավելացնում ենք այդ ամեն ինչը ելնելով թե ինչ է անհրաժեշտ, ինչպիսի բուժման պրոցեդուրաներ մենք պետք է կատարենք։ Իսկ եթե ուլտրամանուշակագույն ճառագայթն ենք մենք օգտագործում կոկոշտին, ենթադրենք քթի եւ քթի համար եւ կոկոշտի համար, երբեմն եւ ականջների համար ենք օգտագործում, այս դեպքում մենք վարկյաններ ենք օգտագործում։ Դա արդեն վարկյաններ պետք է լինի, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթը ոչ միայն ունենում է բուժական ազդեցություն, չափից ավելի օգտագործելու դեպքում ժամանակի մասին է խոսքը, կարող է այրվածք առաջանա։ Դրա համար ճիշտ մոտեցում է անհրաժեշտ։ Այսինքն ժամանակային ճշգրիտ հաշվարկը սա մեծ դերակատարություն ունի այս պրոցեդուրաներում։ Իհարկե։ Եթե այն դեպքում մենք կես ժամ կնստեցնենք հիվանդին, հիմա 3 վայրկյան, 5 վայրկյան, 6 վայրկյան։ Բուժարուն չի էլ նկատի, ինչ արեցիք այդ ընթացքում։ Եվ վերջում բուժումը իր համար անակնկալ կլինի կարծես թե։ Այստեղ նշանակություն ունի, տեսեք, ինչ երբ որ մենք օգտագործում ենք դեղորայքը, որ պետք է հեղուկ դեղորայքը իոնների վերածվի, մեծահասակը հասկանում է, երբ որ ավելացնում ենք հոսանքի ուժը։ Ինքը ասում է, որ ես ծակծկոցներ եմ զգում, այդ ծակծկոցները ցավի չպետք է վերածվի։ Մեծահասակը հասկանում է։ Ելնելով իրեն զգացողությունից մենք փոփոխում ենք հոսանքի ուժը։ Բայց երեխաների համար երեխաները չգիտեն ցավը որն է, ծակծկոցը ցավ է, թե անհրաժեշտություն է, մենք դնում ենք սահմանված քանակի
ժամանակը վերջ եւ հոսանքի ուժի չափ գոյություն ունի, դրանից ավել չենք դնում, որտեղ երեխան չգիտի ծակսը գոցը ցավ է, անհրաժեշտություն է, թե չէ։ Դրա համար կա հաշվարկված ժամանակ։ Քանի որ խոսեցինք երեխաներից, ինձ թվում է սպորտով զբաղվող երեխաների մոտ հատկապես, հա, ծնկան հոդի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Ուրեմն դեռահասության շրջանում դեռևս շարունակվում է ոսկրային հյուսվածքի աճը։ Այնտեղ կա աճի զոնա է կոչվում։ Հատկապես երբ որ ինտենսիվ են պարապում, սպորտով ինտենսիվ են պարապում, ծնկոսկրից ներքև կա մեծ եւ փոքր ոլոկներ, չէ՞ սրունք ոսկրի, մեծ ոլոկի վերին հատվածում, որտեղ պետք է գնա մասնակցի հոդային մակերեսին, այդ աճման կոդում առաջանում է ոսկրային հյուսվածքի գերաճ, որը չի համապատասխանում ֆիզիոլոգիային եւ ունենում են ցավ, չեն կարողանում շարունակել իրենց մարզումները։ Այս դեպքում մենք նշանակում ենք գերբարձր հաճախականության փոփոխական հոսանք հենց այդ հատվածին, ոչ թե ծնկոսկրին, այլ նրա տակը գտնվող, նրանից ներքև անմիջապես գտնվող եւ մենք թմբիկությունը տեսնում ենք։ Այդտեղ նշանակում ենք նա ունենում է ցավազրկող, հանգստացնող եւ նույնիսկ ներծծվող հատկություն է ունենում եւ դադարեցնում ենք ինտենսիվ պարամունքները, զգուշացնում ենք, որ ինտենսիվ պարամունքները դադարեցնեն, մինչև որ կարգավորվի եւ դեռահասության շրջանը անցնի։ Ես ուզում եմ հասկանալ, ֆիզիոթերապիան տվյալ հիվանդության կանխարգելումն է, թե լիարժեք բուժումն է։ Բուժումն է։ Եթե թերապիա է, աշտեն բուժում է, թերապիա դա բուժում է աշտեն։ Դա բուժում է։ Իսկ տեսեք, ենթադրենք քրոնիկ տոնզիլիտ է, մենք նշանակում ենք, որ գիտկոկորտ ականջաբանը ուղղորդում է, ստանում է համապատասխան բուժում։ Դա նաև պրոֆիլակտիկա է հետագայում անգինայով չհիվանդանալու համար։ Ինքը այդ պահին բուժեց, բայց նաև պրոֆիլակտիկա եղավ, արդեն կանխարգելում եղավ։ Այո, կանխարգելում եղավ, որ հետագայում ինքը չունենա գոնե որոշ ժամանակ, մինչև որ հասկանա երեխան, թե կատարի ծնողի նաև հրահանգները սառի դեպքում ինչպես պետք է վարվի, պաղպաղակի դեպքում, սառը ջրի դեպքում, մինչև երեխան հասկանա։ Եվ դա շատ լավ էֆեկտիվ է, շատ լավ է, այդ բուժական պրոցեդուրան շատ լավ է։ Պոլիկլինիկան այս առումով, այս ուղղությամբ սպասարկում է միայն իր բուժառուներին, թե ընդհանուր առմամբ ովքեր որ դիմում են։ Ասեմ, ուրեմն եթե մեր տեղամասի բուժառուներն են, մինչև 18 տարեկանը գնում է անվճար, եթե ունի առողջական խումբ եւ նպաստառու է կամ զինվորական է, դրանք էլ գնում են անվճար անկախ տարիքից, ստանում են բուժական պրոցեդուրա։ Բայց դա մեր պոլիկլինիկայի բուժառուների մասին է խոսքը։ Իսկ եթե այլ պոլիկլինիկայից է, դրանք աշտեն գալիս են վճարովի ծառայություն, որովհետև մեր բուժառուները չեն, պարզ է, այո, եւ հասկանալի պատճառներով։ Ձեր խոսքի սկզբում թերևս նշեցիք, որ այս մասնագետը, այն մասնագետը, հա, ուղղորդում են եւ այլն։ Ուզում եմ հասկանալ, այստեղ ինչպես է կարևորում թիմային աշխատանքը։ Շատ գովելի է թիմային աշխատանքը, որովհետև ենթադրենք մանկաբուժը կամ ընտանեկան բժիշկը տեսավ, խորտակցում է այն մյուս բժշկի հետ, թե ասենք իմ մոտ եկավ բուժառուն, ես լսելով իրեն կանգատներից մտածեցի, որ կարելի է մի հատ գիտկոկորտ ականջաբանը տեսնի, ես գրում եմ անկետայի մեջ, բացի գրելուց, նկարագրելուց, ես սիրում եմ մտնել կաբինետը իրեն, խորտակցել, ինչու ոչ։ Ես այսպիսի բան եմ տեսել, տեսեք դուք ինչպիսի մոտեցում կունենաք, մեկ, մյուսը, ենթադրենք եկել է հազով, հազում է,
ջերմություն ունի կամ չունի, միևնույն է, ես պետք է լսեմ սիրտը, պետք է լսեմ թոքերը։ Եթե ես հիվանդը նշում է ընդհանրենք ջերմություն հաս, պետք է լսեմ։ Եթե ես լսեցի թոքերը ու որևէ բան չհայտնաբերվեց, նայում եմ կոկորդը ու արդեն եզրակացնում եմ, որ թոքերին որևէ խնդիր չկա, այսինքն լրացուցիչ ռենտգեն կատարելու խնդիր չկա, բայց եթե հանկարծ թեկուզ մի հատվածում ես որևէ բան եմ լսում, կամ խզոց եմ լսում, կամ չի լսվում որևէ բան, ուրեմն այդտեղ խնդիր կա, դա պետք է ախտորոշի արդեն ռենտգեն հետազոտությունը։ Դրա համար ես օրինակ գրում եմ անկետայի մեջ ու նորից խորհրդակցում եմ մեր ռենտգենոլոգը, ի պատիվ մեր ռենտգենոլոգը ինքը յուրահատուկ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ։ Մի անգամ մանկավարժեր մի քանի տարի առաջ էր, երևի մի 2-3 տարի եկավ, որ հասուն էր։ Լսեցի, մյուս հատվածները լավ էր, բայց թոքի մի կողմի վերին հատվածում շնչառություն չկար։ Արագ լսվեց։ Ինքն էլ է շուտ դիմել։ Եվ խորհրդակցեցինք մեր ռենտգեն բժշկու հետ, կատարեցինք ռենտգեն հետազոտություն եւ այդտեղ հայտնաբերվեց գոյացություն։ Եվ շատ արագ ուղղորդվեց, գրեց դիագնոզը մոտավոր, ուղղորդվեց, կատարվեց իհարկե համապատասխան ուռուցքաբանի մոտ, այնտեղ կատարվեց վիրահատություն, այդ հատվածը հեռացվեց, նույնիսկ հարկ չեղավ քիմիոթերապիա ստանալու, քանի որ վաղ փուլում էր հայտնաբերվել։ Վաղ փուլում է եղել, չի հասցրել դեռևս իրեն տարածվել օրգանիզմի մեջ եւ արդեն 3 տարի եւ ավել է ինքը նույնիսկ քիմիոթերապիա չի ստանում եւ շատ լավ է, լրացուցիչ հետազոտվում է եւ նույնիսկ աշխատում է։ Այո, ի պատիվ թիմային աշխատանքի։ Այո։ Եվ մյուս թիմային աշխատանքը ասեմ, ուրեմն բուժառուն կանգատվեց պարանոցային հատվածի ցավից։ Պարանոցայի այն հատվածը, որը միացնում է գլխուղեղն է եւ միանում է պարանոցի առաջի ողի հետ։ Ցավերը շատ է, շարժումները խիստ ցավոտ է, չի կարող։ Նորից ես խորհրդակցեցի ու որոշեցինք, որ պետք է կատարվի ռենտգեն հետազոտություն։ Եվ ի պատիվ մեր ռենտգենոլոգի եւ այնտեղ տեսավ Կեմերլի համախտանիշ, այսինքն բնածին այդպես չպետք է լինի։ Այստեղ կա բնածին անոմալիա, այսինքն ոչ ճիշտ բան, եւ ինքը տեսավ դա, եւ դա կարիք ունի միջամտության, պարավերտեբրոլոգ մասնագետի, որ մենք չունենք Գյումրիում, եւ ուղղորդվեց Երևան պարավերտեբրոլոգի մոտ։ Այլ դա էլ ինչքան լավ էր, նորից ի պատիվ մեր ռենտգենոլոգը տեսնում է, գրում է, ուղղորդում է, որը շատ լավ է եւ թիմային աշխատանք։ Եվ թիմային աշխատանք լինում է եւ գիտկոգործ ականջաբան բժշկի հետ եւ լինում է, ասենք, նյարդաբանի հետ։ Ենթադրենք եկել է, ասում է, թևս ցավում է։ Հիմա պետք է մենք ճշտենք այդ թևը զուտ գալիս է ողնաշարի նյարդերից է գալիս, ուսային հոդից է գալիս, որ ճիշտ մոտեցում լինի, նորից խորհրդակցություն։ Օրինակ այսօր մի բուժառուտի մեծ հասուն մարդ էր, ասում է, ուսս ցավում է, չեմ կարող շարժեմ ուսս։ Ես զննեցի, ուսը նորմալ էր։ Ուրեմն այնտեղ ականջի ետևում կա ոսկրային բնածին էլի, դա կանգի ոսկրի թմբիկությունն է, այդտեղից սկիզբ է առնում մկան, կոչվում է ստերնոկլեիդոմաստոիդելուս մեծ մկան, մի մասը իջնում է դեպի թիակային հյուսվածքը դեպի ուսային հոդը, հետո մի մասը ոդիկով իջնում է դեպի կրծոսկրը, մյուս ոդիկը անրակի վրա, բայց հիմնական մեծը քնում է դեպի թիկունքը եւ մենք ճշտեցինք, որ այստեղ գոյություն ունի այդ մկանի բորբոքում։ Եվ պարզվեց, որ ասեց, հա, ուղղակի ես վարոշտեմ, մեքենայից մեջը պատուհանը բաց եմ, թողի քնել եմ։ Եվ առաջացել է այդ մկանի բորբոքում։ Եվ կատարվեց, խորհուրդ տվեցի մի շաբաթ կատարի, ինչ որ անհրաժեշտ է մերսում
դեղորայքով, դրանից հետո եթե չանցնի, նոր կանցնենք ֆիզիոթերապևտիկ միջամտության։ Բժշկուհի Պետրոսյան, քանի որ արդեն ինձ հուշում եմ, որ մեր ժամանակը վաղուց մոտեցել է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի մեր հաղորդման վերջում, որպես մասնագետ, ձեր հորդորը եւ կոչը հղեք մեր հեռուստադիտողներին։ Իմ հորդորը այն է, որ երբ որ խնդիրները ունենում բուժառուն, չի կարելի թողնել, թե կանցնի, ոչ, հարկավոր է անմիջապես դիմել բժշկին։ Դա երեխա է մանկաբույժ է, կամ ընտանեկան բժշկին, կամ գիտկօգորտ մասնագետներին, կամ ակնաբուժին, երբեմն լինում է, որ կոչվում է կարեհատիկ ժողովրդի կոպի հաստության մեջ, եթե շատ շուտ է լինում, ստանում է պրոցեդուրան, ֆիզիոթերապիան ներ է ցցվում, իսկ երբեմն էլ շատ ուշ են դիմում, հասունանում, կենտրոնանում է, արդեն ակնաբուժը, հետո քերում հանում է, արդեն միջամտության կարիք է լինում, արդեն լինում է միջամտության կարիք, ու այստեղ էլի նորից թիմային աշխատանք է լինում, մեր մոտ ընդունված է, որ թիմային եւ նյարդաբանի հետ են խորհրդակցում, էնդոկրինոլոգի հետ են խորհրդակցում, վիրաբույժի հետ շատ, անընդհատ վիրաբույժան էսպես նյարդաբանների, ողնաշարների հետ կապված, կոնկաստրային հոդի հետ կապված եւ նաեւ ցնկան հոդերի հետ շատ է լինում, կոնկաստրային հոդերի խնդիր է լինում, այստեղ արդեն հայտնաբերվում է եւ ուղղորդվում է այդ նեղ մասնագետի մոտ, արդեն ոչ թե վիրաբույժի, այլ տրավմատոլոգ օրթոպեդի մոտ է ուղղորդվում, ինքը կատարում է լրացուցիչ հետազոտությունը, որ տեսնենք որ աստիճանի առաջի երկրորդ աստիճան է, երրորդ, չորրորդ աստիճան է, ըստ այնմ էլ մոդեցումը ձևավորում է։ Մի խոսքով ցանկացած գանգատի դեպքում անմիջապես դիմել համապատասխան մասնագետին։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք եւ վերհանվեց սա շատ ու մեր բուժառուները իմանան, որ անմիջապես դիմեն։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Բերլին պոլիկլինիկայի ֆիզիոթերապիայի կաբինետի բժիշկ Ազատուհի Պետրոսյանին։ Medinfo-ն էր եթերում, դինենք առողջ։